Հայկական բարեգործական ընդհանուր միության հայկին մասնաճյուղի եթերից բարի երեկո ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Ես Մերի Մուրադյանն եմ։ Լուսինե Նալբանդյան, բարի երեկո։ Մեր հյուրերն են, նախ ներկայացնեմ Տիգին Զեյթլյանին, որ արդեն մեկ անգամ տեսել եք իրեն, առիթ ունեցել եք, հայկին մասնաճյուղի երկարամյա անդամներից մեկն է, հիմնադիր անդամներից մեկն է, եւ ներկայացնեմ պարոն դոկտոր Քոջայանին, երկարամյա մանկավարժ եւ վերջերս Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի կողմից կազմակերպված հրատարակչության 500-ամյակի հանձնախմբի անդամներից էր։ Ինչու համար է մեր այսօրվա հյուրը, ասեմ, քանի որ այսօրվա մեր ծրագիրը նվիրված է լինելու այս նույն նյութին։ Ինչպես գիտեք, Երևանը այս տարի հայտարարված էր 2012 թվականի տպագրության քաղաքը, քանի որ մենք հայերս հբարդությամբ ասում ենք այդ եղել ենք առաջին գիրք տպագրողներից մեկը եւ ավելի մանրամասն այս նյութին մենք կանդրադառնանք։ Սկսեմ այնտեղից, որ այն ժամանակ, երբ արդեն պետականություն չուներ Հայաստանը, երբ ոչ մի երկրի տիրապետության տակ չէր, երբ Շահ Աբբասը, Լենգ Թեմուրը գրավում էին, փորձում էին մտնել, կային խելացի հայեր, կրթված հայեր, հեռատես հայեր, որոնք մտածեցին, որ գիրքը գրականությունը միակ միջոցն է ազգը պահելու ու պահպանելու համար։ Մասնագետների հանձնեմ ավելի մանրամասն դրա բացատրությունը։ Խնդրեմ, պարոն Քոջայան կամ Տիգին Զեյթլյան։ Տիգին Զեյթլյան, թողնեցեք։ Թարեր շարունակ հայությունը ազգ էր առանց հայրենիք ունենալու։ Հետևաբար դպրոցյան քյուդը, որ 1439-ին Գերմանիո մեջ եղավ Գուտենբերգի կողմէ, շատ մեծ նշանակություն ունեցավ հայության համար, որովհետև մինչև անադեն ունենք մենք մակաղատներ, մադյաններ, բայց ադոն մեծածախս էին, երկար ժամանակ կառնեին, բայց առաջին անգամ ըլլալով գիրք ունեցանք։ Եվ այդ գիրքը մատչելի էր, որովհետև դպրոցյան պերումով սուղալ չէր, ինչպես մակաղատները։ Ասիկա շատ մեծ նշանակ, որևէ ուրիշ ժողովուրդի ավելի մեզի համար նշանակություն ունեցավ, որովհետև զարկ տվավ հայ մշակույթին, դարաձեց մանավանդ հայ մշակույթը, եւ քանի որ մենք ազգ էինք առանց պետության, ասիկա մեծ դեր գդարեց փացմը կոչելու համար, քանի որ պետությունն է, որ հիմնարկները, գազագերբությունները գողովանավորե ուժ գուդագը ստեղծե, բայց ասիկա դպրոցյան միջոցով հայ մշակույթը ծաղկեցավ, դարածվեցավ, եւ հետաքրքրական է, որ ասիկա եղավ առավելաբար նավահանգիստներու Եվրոպայի եւ մինչեւ ծայրակույն Ասիո Հնդկաստան մայրաքաղաքներու մեջ կորձող միջազգային արևդուրի մարդոցմե եւ ոչ շահու համար Եվրոպայի դպրոցները մեծ շահեր ապահովեցին, բայց ոչ հայերը, որովհետեւ մեր ժողովրդին 80-100-ը անկրակետ էր եւ միայն Բոլիս, Իզմիր, Թիֆլիս, այսպես գետրոններու մեջ էր, որ հայությունը գգարտար եւ մշակույթ կար։ Ինչպես որ սիկ հայերը այդ ժամանակի համապատասխան անշուշտ է անկրակետ էին եւ զարմանալիորեն այս առաջին գրքերը տպագրողները եւ գրողները եղել են կրոնավորները, քանի որ հայերի մեջ պարզվում է, որ տարիներ առաջ, հարյուրավոր տարիներ առաջ կրթություն ստացողները առաջինները ուրեմն կրոնականներն էին, որ բավականաչափ կրթություն կստանային։ Ես կուզեմ հավելումը կատարել, եթե թույլ կտաք, Դագավի մինչև Հակոբ Մեղաբարդի տպարանի հիմնադրությունը 1212-13 թվականներում, ուրեմն 10 ըստ իմ հավաքած տեղեկություններու 14-15 թվականության անունը կդրվի Անդոն Հայ կոչված մեկումը կամ այլապես հայտնի է ուրեմն Անդոն Հայգազուն, որ Մարկո Պոլոյեն առաջ
Չինաստանեն գբերե դպակտության չագերդյալ քաղաքնիկը։ Եվ այսպես որ հետարկությունը ստեղծվի Եվրոպայի մեջ, մանավանդ Վենեդիկ եւ Գերմանիայի մեջ դպակտության հանդեպ։ Պետք է ամենայն այս մարդու անունը հիշվի Մարկո Արմենիուս կամ Մարկո Հայկազուն։ Մարկո Հայկազուն։ Շատ հետաքրքիր եւ իմիջ այլոց երբ որ խոսում ենք Յոհան Գուտենբերգի մասին, ինքը տպագրության միմիայն մեխանիկական մեքենան ստեղծեց, այսինքն engineering մասն էր։ Դրանից բացի Գուտենբերգը ովևէ կապ չուներ կարծեմ թե տպագրության հետ։ Այսպես էր, ուրեմն երբ որ Հակոբ Մեղաբարդը նախ Մեղաբարդ անունի մասին պետք է լուսաբանություն մտան, իր մագանունը կամ ազգանունը չէ Մեղաբարդ։ Իր հրատարակած առաջին 6 քիրքերը մեկում մեջ կսե ես ասինչ Մեղաբարդս, ասի ընդունված ցերբն էր ասելու, ինչպես մեծերակիրներու հիշադակարաններուն մեջ մեկ կանտիվին եւ մենք անիկա դարձուսինք Մեղաբարդ մականուն։ Մարդը Մեղաբարդ չէ, ընդհանրապես հրեշտակի պես մարդ մնա։ Այո, ուրեմն այդպես Մեղաբարդ կոչվեցավ։ Առաջին քիրքերը 6 հատ էին, որոնց մեջ 5 հատը պահպանված է։ 5 հատը պահպանված է։ Եթե Դիգեն Զերպյանը կարդոնը ես գնամ թվարկել այդ քիրքերը, առաջին ուրբաթակիրքն է, որ ուսամ հիմա ցույց կտան, աղթարքը կամ աղոթակիրքը, բարձադումար եւ այսպես երևի հրատարակվեցան։ Գիտեք ինչ է, դպակտությունը հացի եւ ջուրի պես անհրաժեշտ էր հայության։ Հայաստանը մեկ կողմ են բաժնված, ասենք Օսմանյան գայսության եւ Թուրքիայի միջեւ, ասոնց միացնողը պիտի լար լեզուն, քրագանությունը մշակույթը։ Ու դպակտությունը եկավ այդ ամենակարևոր քայլը, ուրեմն կատարելու։ Քիրք առաջ ամեն մեկ ցերակիր ընտորնակալ 6-7 ամիս պիտի առներ, ամեն ինչ 3 պիտի պատրաստեին։ Հիմա մամլիչով գնաց 100 օրինակ տվել, 50 օրինակ տվել, ադորամարալ գոչվի մամուլ։ Գործիքի անունն է, այսինքն մամլիչ։ Պրես կնեին, կջզմեին եւ շարունակվեր։ Այսինքն մամուլը եկել է մամլիչ բառից։ Very interesting։ Ուրբաթագրքի մասին ունենք ասելիքներ։ Հակոբ Մեղաբարդին համար գարժե որ ինքը բնիկ նոր ճուղայեն էր եւ հետաքրքրական է որ առաջին դպակրողները ընդհանրապես նոր ճուղայեն էին, որովհետեւ բեդությունը գկաչալերեր նոր ճուղայեցիներուն, որբեսի արևդուրն են միջազգային մայրաքաղաքներ երթան եւ երկրին Բաշկաստանի արտադրումները դարաձեն։ Ուրեմն քաղաքական նպատակ մգար, բայց հայ արևդրականները այդ նպատակին համար որ Եվրոպայի մեծ նավահանգիստներուն մեջ էին, նաև ինչպես հետաքրքրական է եւ միշտ մեր պատմության մեջ ժամանակի արթուն բահակներն էին։ Ինչ նորություններ որ գտեսնեին Եվրոպայի այս մեծ քաղաքարներու փոխանակության գետրոններուն մեջ, որ նավահանգիստներն էին, այդ քաղաքարներեն ասկային բարիք կփորձեին ստեղծել։ Եվ ինչպես քիչ առաջ գսեի, ադիգա շահու համար չէր, քանի որ ժողովրդին հայության մեծամասնությունը անկրակետ էր եւ միան քանի քաղաքներու մեջ էր որ գարտացող կար, բայց ադիգա գնեին հավատալով ասկային բարիքին եկեղեցին եւ ժողովրդին համար։ Ասիկա ամենամեծ փառքը եւ բադիվն է մեր առաջին դպակրողներուն։ Ես հարցում ունեմ, քանի որ ես ինքս լավ չի հասկացա։ Ուրեմն եթե նոր ճուղայի մեջ տպագրված է, չէ, առաջին գիրքը Միլան Վենետիկի մեջ է, չէ՞, այդ է հարցս։ Ուրեմն, հա, ուրեմն ուրբաթագիրքը Վենետիկի մեջ հրատարակված է։ Այսինքն 1512 թվականի առաջի տպագրությունը ուրբաթագիրքն էր Վենետիկում։ Վենետիկում, որուն հաջորդեց, ինչպես ասի, աղթարքը, պատրակամատույցը, երկու փարս եմ ամեն մեկում մասին, ուրեմն ուրբաթագիրքը հիմնականի մեջ հոգևոր երգերու ժողովածու է։ Հավանաբար ցույց կտան քիչ մի հետո, իսկ բادرակատեդրը հայաստանյան եկեղեցի բادرակի ուրեմն քիրքն է։ Այնուհետև դաղարանը գա հոգևոր եւ աշխարհիկ երգերու հավաքածու է եւ այսպես կշարունակվի բարձադումարը աշխարհիկ եւ եկեղեցական զանազան հավաքածուներ են հետաքրական է
առաջին քիրքերեն մեկու մեջ լադինադար այսպես բաներ կան փաղաքիր, այսինքն ամփոփված բաներ կան։ Գլորակ է այսպես խաչ, որում վրա լադիներեն գրված է D, I, Z եւ A, որ կնշանակե del servus, ուրեմն Յակոբոս, Jacob Zanni, այսինքն Հովանես, Արմենիուս։ Այսինքն իր Որ ստորագրությունը թարգմանվի գլա Հակոբ Մեղավարտ եւ այլն եւ այլն։ Ուրեմն միան ասկիտենք մենք Հակոբ Մեղավարտի Իսկապես որ քիչ էր ինֆորմացիա, երբ որ ես ուզում էի պատրաստվեի հաղորդմանը եւ փորձեցի ինտերնետով գտնել, շատ ափսոս էր, իր մասին գրեթե ինֆորմացիա չկա։ Ինչ գիտենք, ինչքան գիտենք իր անձի մասին։ Ի վերջո պատմական մի դեմք, որի մասին լավ կլներ, որ մեր հեռուստադիտողը մի քիչ ավելի շատ իմանար։ շատ քիչ բան գիտենք, Շատ քիչ բան գիտենք։ որտեղ մեր այս անձնավորությունները արդագարգորեն համեստ մարդիկ եղած են եւ այսպես ասած են իմ ըրածս ինչ է որ Աստուծո արարչապետության հաղթատմամբ այսպես կգրած են ադորամր այդ ածականները կործած են ես նվաստս ես մեղապարտս մանավանդ հիշատակարաններում մեջ երբ որ պետք չի կա նույնիսկ իմ անունը սկսե այսքան համեստ եղած են միշտ էլ իրար ճիշտ հակառակն է շեքը չշինված ճարտարապետներու անունները կկրվին կյանքը փոխված է հիմա Սա էլ ասեմ, որ Վենեդիգի մեջ Հակոբ Մեղապարտը ինքը տարերը կաբարե ցուլելդրավ եւ փոլորքիր, որովհետեւ ճիշտ նման ըլլա մեր ցերակիրներու, այո, փոլորքիրերու։ Նույնիսկ զարդա նկարները պատրաստեց եւ հետաքրականը երկու քույներ։ Սև եւ կարմիր։ Հիմա շատ թյուրին է դիգա, հիմա համագարկչի արժեքնստից color գզանից է ուզած պրոյեկտ կուտա։ Առաջատպես չէր։ Տարբեր ծովի դպեր, գարմինի պետք չէ խառնվեր։ Ուրեմն այսպես ջարդարակիլության մեջ տեխնոլոգիայի մեջ նորություններ ըրացել Հակոբ Մեղապարտը։ Այսքան գիտենք իր մասին։ Եվ ինքն էր հեղինակ գրքի, թե ուղղակի հավաքածու էր, ինչպես հասկացա հավաքածու էր, ինքը ուղղակի տպագրեց։ զբաղվեց տպագրությամբ։ Վերջին անգամ որ Մեղաբարդին անունը հիշվեցավ, լայն դարաձուն կդավ սեպտեմբեր 16-ին էր այս տարի, երբ որ Բենեդիկտ բաբը քանի երորդ է 16-րդ բաբը Լիբանանի զմարի վանքին մեջ որ իր արցանը գա զմար կնած եւ իր արցանը նվիրակորձեց consecrate բայց հետաքրքրական է որ Վենեդիգի մեջ էր հրադարագությունը Մեղաբարդին 200 տարի ետք էր որ մխիթարյան հայրերը Վենեդիգի Սուրբ Ղազար գղզին հաստատվեցան եւ սկսան դպակրության փառավոր շրջանումը։ Բայց ուրիշ անցմգա, որ ամիջապես պետք է հիշենք 1666-ին նոր շուղայեն ոսկան Երևանցին է։ Երևանցի կսեն իրեն, բայց իրականության մեջ իր ծնողքը Երևանեն եկած էին նոր շուղա, ուրեմն իր փուն անունը պետք է լար ոսկան շուղայեցի, բայց կգոչվի Երևանցի։ Հետաքրքրական է, ինչպես Բարոն Քոջայանը հիշեց, մինչև հիմա հրադարագությունները գրոնական բնույթ ունեին։ Երևանցին Վենեդիգի մեջ առաջին անգամ լալով Աստվածաշունչը դպակրության հանձնեց։ Իսկ հետո Իտալիո Լիվորնո քաղաքին մեջ շատ հետաքրքրական է մեր Մովսես Խորենացիի հայոց պատմությունը եւ ուրիշ բան, որ շատ ուշադրություն զգրավեց մեր փարոյական օրինագելի պատմվածքներ քրող Վարդան Այքեքսիի արագները առաջին անգամ լալով դպվեցան Լիվորնո քաղաքին մեջ եւ ոսկան Երևանցիի գողմե եւ նայեցեք մտածումը որ հայության դա պատմությունը Մովսես Խորենացիի գողմե եւ եկեղեցին եւ հայությունը հավերժացնող փարոյական սկզբունքները
որ նաև ժողովրդին ողնահարը կկազմի։ Արդարություն կնամ շարունակել, կարող եք խոսել, արդարություն պետք է երազելանք նաև Խաչատուր Գեսարացին նոր շուղայի մեջ 1636-38-ին առանց եվրոպացիների օգնության ինչ որ սորված էր նաև իր հմտությունները իքորցնելով պատրաստեցին հրատարակեցին առաջին հայերեն գիրքերը նոր շուղայի մեջ եւ այս ծով նաև նոր շուղայի հայ դպակիչները դարձան Իրանի Պարսկաստանի առաջին դպակիչները ամենսօր այսօր երբ որ դուք կփանակ Պարսկական կամ Իրանյան հանրագիտարանը հոմ կտեսնեք որ Խաչատուր Գեսարացին եւ այլն այսօր պատիվ հայերուն եւ ասիա գիտեն պարսիկ մտավորականները գիտեն Իմ միջայլոց այսօրվա հաղորդման առիթով մի քանի բաներ որ ես ուսումնասիրեցի ինձ անձամբ շատ հետաքրքրեց 1612-ին տպագրվել է Միլանում Dictionarium Armeno Latinium որ 1612 թվականին հայերեն լատիներեն բառաներ տպագրվել ինչ շատ հետաքրքրեց Ավելի ուշ 1776-ին Լոնդոնում Մովսես Խորենացին է տպագրվել, որը հավասարապես տպագրված էր լատիներեն լեզվով եւ հայերեն լեզվով։ 1576 թվականին Կոնստանտինոպոլսում հրատարակել են Armenian Grammar Book, հայերենի քերականության գիրք, այսինքն զբաղվել էին լեզվով, 16-րդ դարում փաստորեն, այսինքն արել էին, մտածել էին։ Եվ 1584 թվականին Հռոմում տպագրված Տոմար Գրիգորյանի օրացույցը, որ առաջին օրացույցը տպագրվեց, որ նորից Գրիգորյան Տոմարով, ուրեմն սա ըստ իմ փնդրդուկների սրանք էին, որ իրոք շատ կար, բայց սրանք իրոք ինձ հետաքրքրեցին, դրա համար ուզեցի մեր հեռուստադիտողի հետ բաժանել։ Նորեն արդարություն հրազդանալու համար ասենք հայ դպակրություն ասելով մանավանդ առաջի դարերու դպակրություն ասելով միան հայալեզու դպակրությունը չէ որ պետք է հասկանանք որովհետև պայմաններով բերումով այնպես եղած էր որ Արևմտյան Հայաստանի մեջ Պոլիս Իզմիր թրքախոսությունը սկսել էր եւ գլուխ առածկացած էր հետեւաբար հայերեն քիրերով դպակրեցին թուրքերեն լեզվով ասոցիացիոն ես տեսել եմ մեծ հայրիկները մեծ բարիկները կնստեին եւ հայադար ասոցիացիոն կգարտային ուրեմն ադոր սկիզբը Գերտամիջը 10 հայերեն տաղրիկ թուրքերեն լեզվով եւ քրդերեն ամենսօր թուրքերը երբ որ գործածին արաբադարար կամ արաբական քիրերը արդեն հայադարը գար եւ հայերեն քիրերով արդահայտված օսմաններեն թուրքերեն շատ ավելի ճիշտ էր գարդացել էր եւ շատ ավելի թյուրուն էր ուղղության տեսակետեն քան թե արաբերեն գիտենք որքան դժվար է արաբերենով արդահայտելը քուրդերը մինչեւ այսօր այո Եթե քիչ մի խելացի ելան, խելացի են անշուշտ, բայց ավելի խելացի եթե ելային, մեր ակտիվները գործած էին։ Որտեղ առաջին փորձերը Մեսրոպյան դարերով քրդերեն գիրքեր հրատարակած են հայերը։ Ասալ պետք է արդարություն ունենա եւ ասենք մեր լուսավոր մեծ հայրերին։ Քանի որ բոլիսը հիշվեցա, կարժե ասել որ գիրքերու դարաձումը շատ մեծ տարբերություն արավ եւ հատկապես բոլսո բարակային զարթոնքի շարժումը սկսավ։ Այսինքն մշակութային վերագանքնումի, վերազարթնումի զարթոնքի շարժումն է։ Եվ հբարդ եմ ասելու, որ մեծ թիվով հայգիներ մասնակից եղան այդ զարթոնքի շարժումին, ասիկա դարբեր նյութ է, բայց միայն ասենք եւ անցնենք Եվ գարժե ասել նաև, որ այս գիներուն միան հիշենք ասոնցում է ամենեն ոչ հիմնադիրը, բայց ամենեն երևելին Զաբել Եսայանի բես մեկը ժամանակի ընթացքին այս ասկային զարթոնքը թուր բացավ նաև հայ կանանց առաջին շարժումին, որովհետև երբ որ գիտակցությունը կզարգանա, ասկային հիշողությունը կդարածվի ասկային գիտակցությունը, ասկային ինքնությունը կխորանա, այն ադեն գիներնալ ուզեցին մասնակցություն բերել այդ շարժումին եւ ավելի եւս խորացնել գոյություն ունեցող գարելիությունները։
Այս բոլիսը հիշել եմ վերջ, պետք է անցնի 1700 ժամանակագրական գարկով, 1772-ին, որ ինչպես բարոն Քոջայանը արդեն հիշեց, Մադրասի մեջ լույս տեսավ որոքայք պարած գիրքը, որ ինքը ազնվորեն օրինակ մպերած է և ատիկա գարելիություն կստեղծվի մեր ունգընտիրներուն ցուցադրելու։ Ինչու շատ կարևոր է այս գիրքը, որովհետև այս գիրքին մեջ հիշված սկզբունքները իբրև ուղեցույց ծառայեցին Հայաստանի Հանրապետության սահմանադրության գրության ադեն։ Այդքան հիմնական նշանակություն ունեին պետական գառույցի իմաստով։ Պետք է ասել նաև, որ Մադրասի մեջ 1794-ին լույս տեսավ մեր առաջին թերթը, աստարար, առաջին անգամ լալով Մադրասի մեջ է, որ անոր դպակրությունը սկսան։ Որ թվականներ 1700, ասում կրած եմ, որտև թվական միտքս չեմ գրնարվայ, 1794-ին։ Բայց եթե թույլ գուդակ ուրիշ բան ասեմ, շատ հեռու չէ թվականով 1781-ին այս անգամ Սուրբ Պետերբուրգի մեջ, Saint Petersburg-ի մեջ դարձյալ նոր շուղայեցիմը դարօրինակ անունով Խոջամալ Խալդարյան ասիկա առաջին դպարանը հաստատել, բայց առաջին գիրքը հրատարակողը գին մներ։ Եվ անունը Եգիպտահայ ելլալուց սրդի շատ կխոսի Կլեոպատրա Սարաֆյան է։ Եվ գիրքին անունը Փանալի Գիտության։ Եվ կանայք միշտ առաջադեմ են։ Շատ, եւ ուրիշ բան մնալ գա հետաքրքրական գիներու հետ կապված այս առաջին գիրքերու հրատարակիչներու մասին ուրիշ գիմը, որ Գերմանիո պետական մատենատարանի պատասխանատուներեն մեկն է, անունը Մելինե չէ Մելինե ինչ է, դեսեմ ասմագանունը Պեհլիվանյան։ Մելինե Պեհլիվանյան ինքն է, որ հավաքած է այս առաջին դպակրիչներուն մասին դեղեցություններ եւ իր հրատարակած գիրքին անունը Մեսրոբի հաջորդները։ Բադվագան գիրք մնե եւ այդ գիրքին մեջ է, որ գհիշե Կլեոպատրա Սարաֆյանը։ Եվ երբ հրատարակված է այս գիրքը։ Ասիկա Պեհլիվանյանին է։ Պեհլիվանյանին շատ նոր ժամանակներում նոր գիրք է, որտեղ ինքը մինչև հիմա պետական տանկարանի պատասխանատուներն է, Գերմանիո։ Այո։ Քանի քիրքի մասին խոսենք, ես պիտի ուզեի երախտավորի անունը նույնպես տալ այստեղ, այդալ շատերը գիտեն մեր պետական համալսարանի դասախոսներին Ռաֆայել Իշխանյանի անունն է։ Ռաֆայել Իշխանյանը ցարտ չքերազանցված այն դասախոսն է, որ ուսումնասիրած է հայ դպակրությունը այփեն մինչև Եվրոպ է։ Այս մարդը աստվածային լուսավոր է, լույսերու մեջ վստահարում է Մեսրոպ Մաշտոցի կողքն է ինքը, որտեղ հայերենի զդախոսության մեջ, զուտ խոսելու մեջ, որ մեկը չքերազանցած դպակրության մեջ նույնպես իր հեղինակավոր խոսքը ասած է բարոն Ռաֆայել Իշխանյանը եւ առանց Վենեդիգը տեսած լալու, առանց Եվրոպան տեսած լալու, իր ցերքին տակ ունենալով մատենատարանի եւ ազգային տանկարանի, ազգային գրադարանի, ուրեմն հնադիպ քիրքերու օրինակները։ Եվ իսկապես մենք շատ երախտաբար ենք այս մարդուն, որ այսքան խորությամբ ուսումնասիրեց եւ պատրաստեց նաեւ ուրիշներ, որպեսզի հայ դպակրությամբ սպառեն։ Իմիջիալոց մի փոքր շեղվենք, բայց շատ չշեղվենք գրքերի մասին նորից։ Այսօրվա երիտասարդությունը գիրք կարդալուց անչափ շատ հեռու է։ Չափազանց շատ հեռու է, անչափ բառը երևի մի քիչ ավելի մեղմ է։ Եվ մենք այսքան տպագրված գրքեր ունենք եւ այսքան պատմություն ունենք հայոց տպագրության մասին։
չեմ ասում այն, որ դժվարանում են հայերեն լեզվով կարդալը, բայց նրանք ովքեր որ Հայաստանում են մնացել, Հայաստանում են սովորել, Հայաստանում են ապրում, նորից կարծեք, թե գիրք կարդալու ցանկությունը չափազանց պակասած է նոր սերունդի մոտ եւ այստեղ ունենք երկու հատ մանկավարժներ։ Ես պետք է ասեի տեխնոլոգիան գրավեց գրքի։ Ունենք երկու հատ մանկավարժներ եւ ես գոնե ձեր երկուսի գրած գրականությանն էլ ծանոթ եմ, բայց որոնք շատ վերջին ժամանակների են, ասեմ մեր հերոստատիդողներին, որ Տիգին Զետլյանը ունի մեկից ավելի բազում գրքեր հրատարակած, ինչպես նաև Դոկտոր Քոջայանը, բայց հիմա հերոստատիդողներ դուք ձեր հանդեպ շատ անկեղծ եղեք, ինքներդ ձեզ հարց տվեք, թե մեզ լսողներից քանիսն են կարդացել Դոկտոր Քոջայանի կամ Տիգին Զետլյանի գրած գրքերը։ Դուք իբրև երկարամյա նաև մանկավարժներ, ինչ եք կարծում, ուր է տանելու երիտասարդության այս գրքից այսքան հեռանալու այս թենդը։ Ես ադենը մի վեր գմտածեմ եւ երբ որ այս նոր ճուղայցիներում մասին կգարտայի ավելի սկսամ մտածել, որ այս մարտիկը շահու համար չէին աներ եւ ինչպես որ ասի նախապես իրենց թրթաբաճարը նորություններեն ասկային բարիք ստեղծել է։ Հիմա նոր ժամանակներում մեջ նորեն հետաքրքրությունը գա հետևելու արհեստագիտական նորություններուն, ինչ որ ամեն դեղ կխոսվի առաջիններեն մեկ կլանք հետաքրքրվողը, սակայն դարբերություն մգա, մինչդեռ այս մարտիկը եւ հայության մեջ քիչ մնե ասիգա, այսինքն նյութը փոխված է։ Ոչ, ասկային բարիքի գվերածեին, հիմա անձնական բարիքի գվերածվի ադիգա, աս է դարբերությունը, ես այսպես տեսա, որովհետև նույն հետաքրքրությունը գա բացվելու միջազգային նորություններուն, արհեստագիտական վերջին անցուդարձերուն, բայց այս անգամ բարիքը անպայման ժողովրդին, ազգին, մշակույթին համար չեն մտածել։ Նորեն մենք ժամանակին արթուն բահագներն ենք, բայց բահագներն ենք ոչ թե ազգին համար, այլ ինքնուս համար։ Իմ փորձառությունս ելնելով ասեմ, ես քիչ առաջի որ այդ փուչայինը ցույց տվի, կտեսնակ, չէ, փողոցներում մեջ ամենտեղ ամեն մեկը գդրված իր այսօրվա աշխարհեն ցերկապան մարած այսպես կերտա եւ հանգած զգա որ գարմի լույսին դակեն կանցնի։ Այո։ Ուրեմն կգարտան ոչ անվան պատկամներ կգրգեն, բայց կգարտան ինչպես Տիգին Զետլյանը սա միայն նեղ հետաքրքրություն ներկայացնող իրենք նեղ հետաքրքրություն ներկայացնող նյութերը։ Իմ դժգոհությունս քրագանություն չկրտալն է։ Սա էլ ասեմ որ անգլերեն քրագանությունալ չեն գարտար, ամերիկյան քրագանությունալ չեն գարտար։ Եվրոպա քիչ մը տարբեր է, դեռ այնտեղ լավ է, ավելի ընդունելի է վիճակը, լա Փարիզը, լա Գերմանիա։ Դեռ մետրոյի մեջ քիչ կարտացողներ կան։ Քիչ կարտացող կտեսնաս։ Բայց այս թվային տեխնոլոգին, դիջիտալ գոչվածը, իբր թե հետակայում ենք ադու արարությունները տեսնանք, հոն հասա որ վերջին ըստ վերջին դուրերում Newsweek-ը արդեն պետք է մյուս տարի անցնի թվայինի։ Որտեղ շատ ծախս է, չեմ գիտեր ինչ է եւ այլն։ Ուրեմն այս գիտեք ես այդքան շատ համաձայն չեմ որ արժեքը կորավ ճիշտ է չի քիչ են գարթում բայց նաև տեխնոլոգին հիմա մատչելի դարձրեց այս գրականություն հիմա Հակոբ Մեղապարտի մասին ցանկացած մարդ եթե համակարգ ունի տունը search կտա եւ կտեսնի մենք չունենք այդ հնարավորությունը 20 տարի առաջ եւ շատ երևի թե մատի վրա հաշվել կարելի է մարդկանց որ գիտեին որ առաջին հայ գիրքը տպագրվեց 1512 թվականին։ Այսօր մենք այս հեռուստատեսության շնորհիվ, ինտերնետի շնորհիվ կարող ենք տարածել ամեն փոքր երեխա, եթե ճիշտ հաղորդագրություն լսեն։ Հիմա եթե հետաքրքրված լինեն։ Գիտես, մեր երբեմն հետաքրքրված չեն, որտեղ չգիտեն, որ կարող են հետաքրքրված լինել։ Հիմա ես վստահ եմ, որ փոքր դպրոցական երեխան, որ պատահաբար լսում է մեր հաղորդումը այսօր, պիտի հպարտ զգա, որ ինքը հայ է եւ մենք այսօր 500 տարվա տպագիր գիրք ունենք, որ շատ ազգեր այսօր նույնիսկ տպագրություն չունեն իրանց լեզվով։ Այսինքն մենք այդքան փոքրաթիվ լինելով, այսքան մեծ ներդրում ունենք համաշխարհային մշակույթի մեջ։
Ես վերջերս Վաշինգտոն էի եւ Library of Congress-ի կողքով անցա, ժամանակ չունեի որ ներս մտնեի, բայց այդ փառահեղ շենքի այնքան ազդեցիկ էր, ինչ որ մի բան ես զգում, որ երբեք չես զգում, թերևս միայն եկեղեցում զգում ես այդ զգացումը, այդ հզոր եւ ամբողջ աշխարհի գրականության մեծ նմուշներ կան, վստահ եմ, որ հայկական գրականություն էլ կա այնտեղ։ Ունեն իրանք բաժին։ Ուզում եմ ասեմ գրքի նկատմամբ ոնց որ դասական երաժշտությունը։ Մարդիկ կան, որ սիրում են, մարդիկ կան, որ չեն սիրում, բայց ի վերջո դրանից դասական երաժշտություն իր արժեքը չի կորցնում։ Այսինքն բաներ կան, որ դասական են։ Ի վերջո գիրքը բաներ կան, որ մնայուն են։ Նույնիսկ ինտերնետում այսօր գրքեր կան, օրինակ դուք ցույց տվեցիք Հակոբ Մեղապարտի գիրքը, որ վերատպագրվել է նույն իր օրիջինալ գույներով, ձևով եւ այլն։ Հիմա այսօր այդ փոքրիկ բաներ ունեցող, iPad-ներ ունեցող մարդիկ կարող են այդ գիրքը կարդան, երբ որ սպասում են airport-ներում եւ այլն։ Այսինքն հետաքրքրությունը պետքա մենք ստեղծենք, որ կա ինտերնետ մտածել։ Այո, այսինքն ինտերնետի մեջ գնան, պարտադիր չէ որ դու թղթի վրա տպագրված գիրք ունենաս, այսօր տեխնոլոգիան քեզ մենք մատենադարանում 17000, եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք տպագիր ներողություն մատյաներ ծրագրեր ունենք 17000 կտոր։ Քանի մարդ ուներ այդ հնարավորությունը գնալ մատենադարան, վստահ եմ որ շատ մարդիկ կան որ մատենադարանում նույնիսկ չեն եղել, բայց այսօր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս որ մենք մտնենք մատենադարան, search անենք, տեսնենք եւ զգանք այդ հպարտությունը, այսինքն միայն researcher-ները չէ, այսօր հանրության համար էլ ամբողջ աշխարհում մատենադարանը մեր այդ ազգային հպարտությունը չէ միայն մերն էր երևանցիներն է, բայց այսօր ամբողջ աշխարհ ունի մատենադարանը, այսինքն մուտք գործեցին դրանք։ Քիչ առաջ ավելի հետո ջղավորվեցար արհեստագիտական նորություններուն դարածման վրա, բայց սկիզբը փամասիր որ շատ հիմնական նշանակություն ունի, ասիր շատերը անդեղյակ են, լուր անգամ չունին, բադա եւ դիշեմ անգամ դասախոսության ընթացքին հարցակեցավ որ մեր ղեկավարները մեր որ գսեմ մեր ասկային զանազան բնակավարներու ղեկավարները առաջին նախաբայմանը ինչ է իրենց թիրքը արժևորելու համար տարբեր գործիքներ հայտնվեցան, բայց ինձի ամենեն ավելի դպավորողը այն էր, որ պետք է հայոց պատմություն գիտնան։ Որովհետև եթե դու հայության ճակատագրին մեջ ստանցնած ես թերմը կատարելու, ղեկավար թերմը, եթե այդ ժողովրդին պատմությունը չես գիտեր այն հանքրվանները, որ թևակողած է եւ հանքրվան ինչ գամուրջներ կան, որ մեր պատմությունը այսպես դգաբեն եւ ցեղասպանության բես դեպքիմը կանթվել է վերականգնել եւ նորեն շարունակել եւ այս բարձրության հասնել անհրաժեշտ է պատմությունը գիտնալ որբեսի գարենալ ղեկավարի թերը որ ստանցնած ես կամ ովևէ մեկը որ գստանցնի նպատակին ծառայեցնելու համար ուրեմն դեղյակ լալը մեր պատմության բոլոր թրվակներում նախաբայման է մեր ասկային ղեկավարության համար այո եւ ինձ թվում է պետք է մատչելի դարձնենք հիմա օրինակ մանկապարտեզում դպրոցում քոլեջում յունիվերսիտիում տարբեր մակարդակի պիտի լինի ինֆորմացիան բայց ամենապրիմիտիվ օրինակ եթե մեղապարտի չգիտեմ ուղղակի գաղափար եմ ասում, երբեմն գնում ես գրադարաններ կամ գրախանութներ Ամերիկայում, սիրուն տպագիր գրքեր կան։ Այս վերջերս Տեքսասում ենք իրենց Ալամոյի պատմությունը, որ պատմական իրանց միջադեպերից մեկն է, մտնում ես գրախանութ եւ բոլոր մակարդակները կա, մինչեւ սկալերից, մինչեւ ամենափոքրիկ 3 տարեկան երեխան, որ գունավոր պատկերներով, մի քանի բառով գրված, այսինքն մենք էլ կարծեմ թե պիտի այդպես անենք։ Հիմա ո՞նց անենք, որ
մեղապարտը գա մեր մանկապարտեզներ, մեղապարտը գա մեր դպրոցներ, այսինքն մաչելի դարձնենք։ Հիմա այդ երեխան, որ տեսում այդ ծավալուն գիրքը, ձեռագիր գրած, կա Լուսինե, կա հատուկ երեխաների համար մեծ չափսի, այս չափսի կունազարդ, քարտունի ձևով կա պատմության դարեր։ Մաման, որ նստած երեխայի համար առաջին բառերն է կարդում եւ լեզուն սովորացնում։ Կա գրված նման գիրք։ Շատ ուրախ եմ, ասենք, պիտի տենց բաները ոգևորենք։ Ես վստահ եմ, որ օրինակ այսօր գրեթե բոլոր հայերը գիտեն, որ առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, չէ՞, մենք պետականորեն քրիստոնեություն ունեցինք։ Ինչի՞ չիմանան նաև թե ինչ ունենք մենք տպագիր գիրքը երբ ստեղծեց, այսինքն օգնենք մեր ժողովրդին, որ այս տեսակի ինֆորմացիաները մատչելի լինեն, որտեվ երբեմն մարդիկ վախենում են այդ շատ ծավալուն, շատ խրթին, լեզվական, բարդ գրքերից, հաստ գրքերից, հետո ժամանակի հարցն է մերի։ Ասենք ես էլ, հիմա ես ինքս էլ իմ մասը մտածում, վերջին անգամ երբեմն ես ծավալուն գիրք կարդացել առաջի էջից մինչև վերջ։ Չունենք այդ ժամանակ, այսինքն հիմա տեխնոլոգիան մեզ օգնում է, որ դայջեսթներ կան, ինֆորմացիաներ կան, հիմա search-ը տալիս ես ամենա-basic information շատ արագ կարաս իմանաս, բայց հետաքրքրությունը ոնց աշխուժացնենք։ Դուք պատմեք, որ վերջերս միջոցառման մասնակցեցիք, որ ուրեմն հիշվեցա, որ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմը 500-ամյակի հանձնախումբ կազմեց հովանավորությամբ մեր առաջնորդ սրբազանորդ դեր Հովնան arczepiskopos Տերտերյանին, այդ հանձնախումբը բաղկացած էր մանկավարժների, հոգևորական է եւ զանազան բնակավարի ամենաձերը ես էի մեջերին, այսինքն գնակի ուրեմն այս էր անցյալ ուրբաթ օրը սկսավ հայկական դպրոցներու աշակերտներ եկան այնտեղ եկեղեցու մեջ սկանչելի ոսկեղնիկ հայերենով եւ գոմիտասյան շունչով այս բզդիկները երկեցին, մենակատարեցին, արտասանեցին եւ փարապանեցին հայ քիրքը եւ հայ մշակույթը։ Իսկապես հոգեվարար բամներ։ Նույն օրը գեսուրի հետ Աթանյան վարժարանի քեղանակարչական ուրեմն վարժարանի աշակերտները ցուցադրեցին հadoop նյութ ունենալով 500-ամյա դպրոցությունը։ Հոյակապ գործեր կային այնտեղ իսկապես ես բան կարծեցի որ Երևանի ուրեմն մեր մանկապատանեկան բաները գտնվին այդ թանգարանը գտնվին հաջորդ օրը որ շաբաթ օրն էր այսինքն մեկ շաբաթ առաջ գիտաժողովը դեր ունեցավ ու ելույթ ունեցավ մեր ուրեմն մեծ մտավորական քահանաները մեկը Արզումանյանը Բերզավեն ավակ քահանան Բեյրութեն հատկապես հրավիրված էր մատենակետ պրոցեդուրեն պարոն Ժիրար Դանիելյանը նաև ելույթ ունեցավ առաջնորդարանի գոմե Հայկ Մադոյանը եւ ներկայացուցին իրենց զեկուցումները այնտեղ ներկայացուցին հաջորդ օրը գիրագյորը սուրբ պատարագին յետքը դեղի ունեցավ դարձյալ հայ քրկի նվիրված փարադոն այսպես հանդեսը ու նույնպես բզդիկները փայլեցան չեմ ուզերս էլ մեծերը վադեին բայց բզդիկները գերազանցեցին դարձյալ գրությունն բարերս ոսկեղնիկ հայերենով կոմիտասյան շունչով իրենց երկերով